Բարև ձեզ երեխաներ, ես արդեն տեսնում եմ, որ դուք նստած եք խմբերով համարակալված գլուխները միասին։ Հիմա ուզում եմ հիշեցնել մեր նախորդ դասը բնական ռեսուրսները աշխարհի եւ ռեսուրսապահովվածություն, ունենք տնային աշխատանք։ Այո։ Եկեք արագ, կարճ քննարկենք մեր տնային աշխատանքները, եթե ունենք հարցեր տնային աշխատանքներից, այդ հարցերը նաև վերցանենք և բացատրություն ստանանք։ Ապա ովքեր զույգերով տնային աշխատանքը Ագապի և Էրիկ։ Ագապի սահմանի բնական ռեսուրս և բնական պայման հասկացություններում։ Բնության այն տարբեր երևույթները, որոնք անմիջականորեն օգտագործվում են տնտեսության մեջ, կոչվում են բնական ռեսուրսներ։ Այն տարբեր երևույթները, որոնք անհրաժեշտ են մարդու կյանքի համար, կոչվում են բնական պայմաններ։ Եվ որոնք ոչ անմիջականորեն են ազդում տնտեսության զարգացման վրա, դրանք կոչվում են ինչե բնական պայմաններ։ Ճիշտ է, նստեք, լավ, մյուս հարցը արագ երեխաներ, մյուսը Լիանա և Արմեն։ Լիանա, ինչ է ռեսուրսապահովվածությունը և ինչ տեսակներ ունի։ Ռեսուրսապահովվածությունը բնական ռեսուրսների և դրանց օգտագործման ճիշտ կիրառվելու ձևն է, տեսակներն են բացարձակ, հարաբերական և ժամանակային։ Ապրեք, նստեք, հաջորդը երեխաներ, տնային աշխատանքի երրորդը, ապա ովքեր կանունեք զույգերով Մանեն և Ալեքսը։ Մանաթվակիր բնական ռեսուրսներ, ըստ ծագման, օգտագործման, վերականգնման հատկանիշներ, բերիր օրինակներ։ Բեր օրինակներ։ Ես մարդիշն օրինակներ։ Նստիր դու Ալեքս։ Բնական ռեսուրսները բաժանվում են երկու խմբի՝ սպառվող և չսպառվող։ Սպառվողները իրենց հերթին բաժանվում են վերականգնվող և չվերականգնվողների։ Վերականգնվողները կենսաբանական ռեսուրսներն են, իսկ չվերականգնվողները հանքային ռեսուրսները։ Չսպառվողը արեգակից և երկրի ներքից համադրվող ռեսուրսներն են։ Լավ, երեխաներ, ապրեք, տնային աշխատանքը հասկացել եք, ճիշտ եք կատարել, կեցեք։ Հիմա ես ուզում եմ, արդեն իսկ բաժանված եք խմբերի, համարակալված գլուխները միասին։ Հիմա ես ուզում եմ ձեզ հանձնարարություն տալ այն դասից, որը որ պետք է դուք սովորեք, իսկ մինչ դասը ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել հետևյալ փաստին։ Ես այստեղ երկու կպչունիկ եմ պատրաստել, երեխաներ, և ուզում եմ այդ ուսումնասիրությունից հետո և տնային աշխատանքը կատարելուց հետո ուշադիր զննեք կպչունիկները և հասկանաք ու ինձ ասեք, այս երկու կպչունիկներում մի տարօրինակ բան կա և այստեղ մեկը ավելորդ է և կլիմայական ռեսուրսներն են դրված և հանքային ռեսուրսները։ Հուշեմ, որ կլիմայական ռեսուրսների մեջ չէ ավելորդը, ավելորդը հանքային ռեսուրսների մեջ է։ Որն է ավելորդը ձեր կարծիքով։ Ապա Միլենա ջան։ Աղը, հանքային աղը, կեցես, նստիր, ճիշտ է։ Հիմա ուզում եմ ձեզ բաժանել ուղեցույց հարցաթերթիկներ, որպեսզի դուք բացահայտեք նոր դասը, հանքային ռեսուրսներ, ջրային ռեսուրսներ, այսինքն բոլոր ռեսուրսները, աշխարհի բոլոր ռեսուրսների մասին է ուղեցույց հարցաթերթիկը, բաժանում եմ ձեզ և դուք ունեք 10-12 րոպե աշխատանք ժամանակ, որպեսզի աշխատեք այս հարցաթերթիկներով, հետո հետազոտություն կատարեք ու բացահայտումներ նոր դասի վերաբերյալ, որը աշխարհի բնական ռեսուրսներն են ու նրանց խմբերը։ Խնդրեմ, 10-12 րոպեում մենք պետք է հասցնենք և երեխաներ, հիմա հեռախոսներով մուտք գործեք աշխարհացույց հարթակ և աշխատեք աշխարհացույց հարթակի գործիքներով։ Ձեզ 10-12 րոպե ժամանակ է տրվում։ Աշխատանքը կատարելու համար ձեզ տրվում է 10-12 րոպե ժամանակ։
Հիմա օգտակար համաձայններ կդիմի, սեսկան հանքնում ռեսուրսներ, իսկ հանքնում ռեսուրսներ։ Եկեք տեսնեմ ինչ եք ասել։ Մեր խումբը օգտվելով աշխարհացույցի Գործիքներից գործիքներից ուսումնասիրել է կենսաբանական եւ ռեկրեացիոն ռեսուրսները։ Ռեկրեացիոն ռեսուրսները բնության այն երևույթներն են, որոնք օգտագործվում են բժշկության, ճանապարհորդության եւ հանգստի մեջ։ Ռեկրեացիոն ռեսուրսները կարող են լինել երկու տեսակի՝ բնածին, օրինակ լողափներ, հանքային ջրեր, անտառներ, եւ կարող են լինել մարդածին, օրինակ ճարտարապետական հուշարձաններ, հանգստյաններ եւ տեսարժան այլ վայրեր։ Լավ։ Այժմ էկրանի միջազգային զբոսաշրջային այցելությունների քանակն է զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների։ Ապրես, լավ, Նարեկ։ Նարեջան, ահա։ Կենսաբանական ռեսուրսներ։ Կենսաբանական ռեսուրսները կազմում են կենդանիները, բույսերը եւ սնկերը։ Կենդանիներին է ընկնում երկրագնդի կենսաբանական ռեսուրսներ։ Կենսաբանական ռեսուրսները կազմում են կենդանիները, բույսերը եւ սնկերը։ Բույսերին բաժին է ընկնում երկրագնդի կենսազանգվածի 98%-ը, իսկ կենդանիներին ընդամենը 2%։ Այո։ Այստեղ է սա անտառային ռեսուրսներն են, այստեղ է գտնվում լրամիջոցների 1.4%-ը, սա երկրի թոքեր են, եթե չլինեին անտառները, ապա երկրի վրա կյանք չէր լինի։ Ինչու, որովհետև անտառները ինչ են տալիս մեզ, աղջիկս, ասում ես թոքեր, թթվածին են տալիս։ Լավ, երեխաներ, հիմա երրորդ խումբը թող իր հետազոտության արդյունքը բացատրի, ինչ հետազոտեցի։ Մեր խմբին հանձնարարված էր օգտվելով աշխարհացույցի գործիքներից ներկայացնել հողային և ջրային ռեսուրսները։ Հողային ռեսուրսներ։ Հողը բնության կարևոր ռեսուրսներից է և կյանքի աղբյուր, այն մի գոյացություն է օժտված երկրակեղևի շերտով։ Աշխարհի հողային ռեսուրսներից 65%-ը գյուղատնտեսական նշանակության են, իսկ 35%-ը ոչ գյուղատնտեսական նշանակության։ Նկարում պատկերված է աշխարհի հողային ռեսուրսները, գյուղատնտեսական նշանակության հողերն են վարելահող, արոտավայր, խոթարք, բազմամյա այգիներ, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերն են, օրինակ ճահիճներ, անապատներ եւ այլն։ Ապրես։ Թեքնանջերում գտնվող հողի մշակության եւ ցանքի աշխատանքները պետք է տարվեն լանջի թեքությանն ուղղահայաց։ Ապրես։ Այստեղ ներկայացված են երկրագնդի հողային ֆոնդի կառուցվածքը ըստ տոկոսների։ Ապրես, այո։ Համաշխարհային հողային ֆոնդն է ըստ աշխարհամասերի։ Ապրես, լավ։ Եվ այստեղ Հայաստանի Հանրապետության հողային մակերեսը ըստ առանձին հողատարածքների։ Ապրես, լավ։ Անի լսենք, Անի որն էր քո հետազոտած տարածքը ձեր խմբում։ Ջրային ռեսուրսներ։ Այո։ Լավ։ Ջուրը բջջի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ժողովրդում ջրի ընդհանուր քանակը մնում է անփոփոխ եւ ջրի տեղական եւ համաշխարհային շրջապտույտի միջոցով ջուրն անընդհատ մի բաղադրիչից անցնում է մյուսը։ Այո։ Սա աշխարհի ջրային ռեսուրսների խոցելիության պատկերն է։ Ահա, այսինքն ամենախոցելի երկրները աշխարհում երեխաներ, այստեղ մուգ կարմիրով էր պատկերված քարտեզի վրա, որտեղ ջուրը իսկապես համարվում է ինչ ռեսուրս, սահմանափակ քանակության ռեսուրս։ Ահա, լավ։ Ջուրն ունի լայն ու բազմազան կիրառություն մարդկանց կենցաղում եւ բոլոր ճյուղերում։
ապրես։ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին։ Դա շատ կարևոր է, մարտի 22-ը մոտենում է երեխաներ, եւ շատ շուտով մենք նշելու ենք ջրի համաշխարհային օրը։ Եվ ջրի համաշխարհային օրը մեր ամբողջ աշխարհում կարևոր օր է, որովհետեւ առանց ջրի ինչ չկա, պարզապես չկա պարզապես։ Ապրեք երեխաներ, լավ հետազոտություն էի կատարել 4-րդ խումբ, ապա 4-րդ խումբը ապա լսենք նաև 4-րդ խմբի հետազոտությունը եւ անցնենք առաջ։ Բոլոր սպառվող եւ չվերականգնվող ռեսուրսները դրանք հանքային ռեսուրսներն են։ Այսինքն դες հանրահարված են հանքային ռեսուրսների հետազոտություն։ Այո։ Մեր խումբը ներկայացնում է հանքային ռեսուրսները։ Այո։ Բոլոր չվերականգնվող ռեսուրսները դրանք հանքային ռեսուրսներն են։ Հանքային ռեսուրսներն են օրինակ նավթը, գազը, ածուխը, ոսկին եւ այլն։ Հանքային ռեսուրսները կոչվում են նաեւ օգտակար հանածոներ։ Օգտակար հանածոներն են երկրկեղևի օրգանական եւ աnorganական այն գոյացությունները, որոնք օգտագործվում են մանկության եւ տնտեսության մեջ։ Ապրես։ Օգտակար հանածոներ վառելն օրինակ նավթ, գազ, ածուխ եւ այլն։ Մետաղային նյութեր, երկաթ, արծաթ։ Մետաղային օգտակար հանածոներն են։ Իսկ ոչ մետաղայինները շինանյութերը եւ թանկարժեք քարեր եւ այլն։ Լավ, ապրեք, նստեք երեխաներ։ Ինչպես տեսնում եք, ժամանակը վերացավ, դուք 12 րոպե արդեն աշխատում եք։ Ապրեք, շատ լավ հետազոտեցիք։ Հիմա կասեմ այնպիսի փաստեր, որոնք դուք դեռ չհասցրեցիք հետազոտել։ Օրինակ, գիտեք, թե որքան կբավականացնի քարածուխը մեր երկիր մոլորակի բնակչության այն տեմպերով օգտագործելու դեպքում, որ հիմա քարածուխը օգտագործվում է։ 150-ից 250 տարի հետո քարածուխը կսպառվի, կվերջանա։ Նավթը, երեխաներ, նավթի համաշխարհային պաշարները կարող են բավականացնել ընդամենը կզարմանաք 30-40 տարի։ Գազի պաշարները, բնական գազի պաշարները կբավականացնեն մեզ 60 տարի։ 60 տարի հետո մենք ոչ գազ կունենանք, 30-40 տարի հետո չի բավականացնի, արդեն կվերջանա նավթը, իսկ չանել։ Ինչպես անել։ Չէ՞ որ այս ռեսուրսները մեզ ամեն դեպքում տալիս են հնարավորություն աշխատեցնելու ջերմաէլեկտրականներ, չէ՞, աշխատեցնելու ջրային էլեկտրականներ, որոնց մասին ես հիմա կխոսեմ, եւ գիտնականները դեռ շարունակում են իրենց փնտրտուքը եւ ժամանակակից տեխնոլոգիաները կարողացել են հաստատել, որ այո, հնարավոր է աշխարհում նոր հետախուզված պաշարներ ունենալ, այսինքն հետախուզվում են նոր պաշարներ եւ հնարավոր է, որ երբ որ սպառվեն այս ռեսուրսները, մենք կարողանանք ունենալ ուրիշ հանքավայրեր։ Պարզ է։ Դուք քիչ առաջ ներկայացնում էիք համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներ։ Հաջողությամբ կարողացաք հետազոտել, որ դրանք լինում են կենսաբանական եւ նաեւ հանքային։ Այսինքն կենսաբանական ռեսուրսները դրանք համաշխարհային օվկիանոսի բույսն է, կենդանին է, ճիշտ է, ջրում ապրող։ Իսկ հանքային ռեսուրսները հենց նավթը, գազը, այն ռեսուրսները, որոնք քիչ առաջ դուք թվարկեցիք, ճիշտ է։ Իսկ դուք գիտեիք, թե համաշխարհային օվկիանոսի ծանծաղուտից որքան նավթ է արդյունահանվում աշխարհում։ Կզարմանա, ուղիղ կեսը արդյունահանվում է համաշխարհային օվկիանոսի ծանծաղուտային ջրերից, ամբողջ աշխարհի արդյունահանման պաշարներից։ Բա այդ դեպքում, այո, կենսաբանական, հանքային ռեսուրսներ, ինչու են նաև անվանում մեր համաշխարհային օվկիանոսը նաև համաշխարհային աղբանոց։ Ով կարող է այս հարցին պատասխանել։ Ինչու ենք ասում, այն նաև համաշխարհային աղբանոց է, ասա Դավիթ ջան։ Որովհետև օվկիանոսներում ամենաշատն է աղբը։ Լցվում, չէ, ինչ կենցաղային, արդյունաբերական, բոլոր գործարանների աղբը լցվում է օվկիանոս, նստիրապես, իսկ ինչ կարծիք եք, համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը համարժեք են քաղցրահամ ջրերին։ Ոչ։ Ձեր կարծիքով ավելի շատ համաշխարհային օվկիանոսի աղի ջրերն են, թե քաղցրահամ ջրերը, ձեր կարծիքով։ Եթե աղի ջրերն են, կեցեք, տեսեք,
149 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնում է երկիր մոլորակի ցամաքային տարածքը, 361 միլիոն քառակուսի կիլոմետր համաշխարհային աղի օվկիանոսի ջրերն են։ Մեզ բաժին է հասնում ընդամենը 2.5% քաղցրահամ ջուր, երեխաներ։ Այն է, մենք օգտագործում ենք այդ 2.5%-ի 1%-ը։ Մնացյալը պարունակվում են Անտարկտիդայի և Արկտիկայի սառցադաշտերում և լեռնային սառցադաշտերում, լեռների գագաթներին։ Պատկերացրեցիք։ Լավ, ես ուզում եմ նաև ձեզ մի քանի այլ ռեսուրսների մասին պատմել, օրինակ դուք ասացիք կլիմայական ռեսուրսներ, բայց դուք չասացիք, որ կլիմայական ռեսուրսները դրանք խոնավությունն են, ջերմությունն են, լույսն է, ագրոկլիմայական ռեսուրսներն են, խոնավությունը, լույսը և ջերմությունը, ինչպես նաև քամու և արեգակնային էներգիան։ Հիմա մի բան էր, որ ուզում եմ անպայման ասել, այստեղ դուք հնչեցրեցիք, որ առաջինը աշխարհում կառուցվել է որպես մակընթացային էլեկտրակայան, իսկ մակընթացությունները և տեղատվությունները մենք գիտենք դրանք արեգակի և լուսնի ձգողության ուժի հետևանքով ջրի ինչն է շարժումը դեպի ցամաք և ետ գնալը, մակընթացությունը դեպի ցամաք, իսկ ետ գնալը ցամաքից դեպի ջուր, դեպի իր իսկական տեղը։ Եվ ահա այս գործոնը մարդկությունը ուսումնասիրում է ինչ ստանալ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Դուք ասացիք, որ Սեն Մալո ծոցում կառուցվել է Բրետան թերակղզում ափերը ողողով առաջին ինչը էլեկտրակայանը, ճիշտ է, մակընթացային, բայց տեսեք, որ կառուցվում են նաև այլ էլեկտրակայաններ, երեխաներ։ Օրինակ Կանադայում կառուցվում է Աննապոլիս կոչվող էլեկտրակայանը, մակընթացային էլեկտրակայանը։ Կիսլայա Գուբա կոչվողը կառուցվում է Ռուսաստանյան Դաշնությունում և Ֆրանսիայի տարածքում ջրերում կառուցվում է Լարանս կոչվող մակընթացային էլեկտրակայանը։ Իսկ այս էլեկտրակայանները, ջրային էլեկտրակայաններ են, բնականաբար դրանք կարող են մեզ հետագայում, երբ որ մեզ մոտ հանքային ռեսուրսներից ստացվող, նավթից, գազից, ածուխից ստացվող ջերմաէլեկտրակայանները արդեն չկարողանան գործել ու չլինեն հետախուզված պաշարներ, մենք կարողանանք օգտագործել բնության այս կարևոր երևույթներից, մակընթացություն և տեղատվություն երևույթներից ստացվող ջրային էներգիան։ Հասկանալի է երեխաներ։ Լավ, առավել մանրամասն դուք կընթերցեք դասագրքում և առավել մանրամասն նաև ուսումնասիրեք, կհետազոտեք աշխարհացույցի գործիքներով համապատասխան թեմա։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի հարց տալ։ Ես լսեցի, որ դուք ասում եք, որ ջուրը դա թանկարժեք քանածո է և ասում եք, որ ջուրը ձեր հետազոտության մեջ չի բավականացնում աշխարհում անհավասարաչափ է տեղաբաշխված։ Ճիշտ է թե սխալ է։ Դուք այսպիսի բան եք ասում։ Ճիշտ է, որ անհավասարաչափ է տեղաբաշխված։ Ճիշտ է։ Եվ մի հարց ուզում եմ ձեզ ուղղել, ուզում եմ, որ դուք պնդեք, եթե պատասխանելու եք, պնդեք այդ հարցի պատասխանը։ Ինչու մերձավոր արևելքի երկրներում, ես հիմա ցույց եմ տալիս մերձավոր արևելքը, ինչու այս երկրներում ջուրը համարվում է թափանցիկ նավթ։ Թափանցիկ նավթ։ Չէ՞ որ այս երկրները շատ հարուստ են նավթի պաշարներով, չէ՞։ Պարսից ծոցի երկրները շատ հարուստ են նավթի պաշարներով։ Ինչու այստեղ չեն ասում նավթն է ամենագլխավորը, այլ ասում են ջուրը համարվում է թափանցիկ նավթ։ Ով կարող է պատասխանել, պնդել, որ սա ճիշտ է։ Ապա Անի ջան, տեսենք քո պատասխանը։ Որովհետև ջուրն այդ տարածաշրջանում ավելի սակավութանք է, քան նավթը։ Ահա, ճիշտ է։ Ով կարող է օժանդակել այս պնդումը։ Այդա։ Մոտենում ես այս տարածքներում տեղումները շատ քիչ են լինում, քանի որ տարածքի մեծ մասը անապատ է և գետերը շատ քիչ են։ Այդ իսկ պատճառով կոչվում է ջուրը թափանցիկ ոսկի։ Թափանցիկ ոսկի կամ թափանցիկ նավթ։ Ապրես, նստիր, լավ օժանդակում էր։ Ով կարող է բացատրել այս փաստն օժանդակումը
Լանա։ Քանի որ ջրի հնարավոր չէ զարգացնել գյուղատնտեսությունը եւ ապրել, իսկ տեղումներ գրեթե բացակայում են, ջրի տիրապետումը դառնում է գյուղատնտեսության եւ քաղաքականության Քաղաքային տնտեսության, նաև այո, քաղաքակրթությունների գլխավոր գործում։ Ահա, քաղաքակրթությունների հարաբերությունների գլխավոր գործոն։ Շատ ճիշտ է, նստիր։ Լավ, երեխաներ, ես հիմա ձեզ լսելով ձեր պատասխանները եւ հետազոտական աշխատանքը ուզում եմ ամբողջ դասարանի գնահատել ամենաբարձր ոչ միավորային նիշով, կեցեք դրական նիշով եմ ձեզ գնահատում բոլորիդ մոտ կար հետազոտական աշխատանք, բոլորիդ մոտ կար խղճված խոսք, համագործակցային աշխատանք, որի հետևանքով ես բոլորիդ նշանակում եմ կեցեք եւ դրական նիշ։ Տնային աշխատանք օգտագործելով աշխարհացույցի գործիքները, սիրելիներս, ինչ եք անում։ Գտնում եք աշխարհացույցի հարթակ մտնելուց հետո, տվյալ դասը ուսումնասիրելուց հետո, գտնում եք, թե այդ որ երկիրն է, որը հարուստ է այդ բնական ռեսուրսով, որը որ չկա մեր Հայաստանի Հանրապետությունում կամ սակավ է, եւ ինչ անենք, որ այս երկու երկրները իրար հետ համագործակցեն ու մենք կարողանանք ունենալ այդ բնական ռեսուրսը մեր տնտեսական նպատակների համար։ Հասկացաք տնային աշխատանքը։ Այո։ Պարզ էր։ Այո։ Դասն ավարտվեց, երեխաներ, ցտեսություն, մինչ հաջորդ հանդիպում։